Տեղեկացնեմ մեր ունկնդիրներին, որ ես այս պահին զրուցում եմ քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, ուզում եմ անդրադառնալ այն իրավիճակին, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում, Գյումրիում։ Շաբաթներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խորհրդարանի ամբիոնից հայտարարություն հնչեցրեց հետևյալ ձևակերպմամբ. Վարդան Ղուկասյանին դուրս ենք շպրտելու քաղաքական, հասարակական կյանքից։ Դրանից հետո մենք արդեն սկսեցինք տեսնել բավական լարվածություն քաղաքապետի հետ կապված եւ այսօր փաստորեն կուլմինացիան է քրեական գործ եւ ձերբակալություն։ Ես կխնդրեմ որպես քաղաքագետ դուք գնահատեք ինչ է կատարվում եւ Գյումրիում եւ մասնավորաբար մեր երկրում, խնդրեմ։ Իհարկե քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունեմ ես, բայց որպես քաղաքական իրողություն եթե դիտարկենք, ապա դեռևս Գյումրու ընտրությունների ժամանակ արդեն իսկ կային խոսակցություններ, որ իշխանությունները ունեն որոշակի ծրագիր, ինչ որ ժամանակ հետո կրկնելու Վանաձորի օրինակը, ինչպես ժամանակին Մամիկոն Ասլանյանի դեպքում եղավ, եւ այստեղ եւս փորձ անել մի կերպ իշխանությունը, այսպես ասենք, զավթել Գյումրիում։ Սա դիտարկել որպես սուտ քրեական ենթատեքստով գործ, կարծում եմ միամտություն է, այստեղ կա հստակ քաղաքական նպատակադրում եւ հստակ քաղաքական շահ։ Երբ մենք խոսում ենք քաղաքական շահի մասին, արդեն ակնհայտ է դառնում, որ գործը ինքնին ունի քաղաքական բնույթ, ունի քաղաքական պատվերի տեսք, գոնե թե այս պահին, որովհետև կա կոնկրետ ուժ, որը ունի սրանից քաղաքական շահ։ Հիմա հաջորդը 2026 թվականին մենք ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանական ընտրությունների նախօրեին ակնհայտ էր արդեն, որ իշխողը փորձելու է ամեն կերպ իր համար ապահովագրել 2026 թվականին հաղթելու հնարավորությունը եւ, այսպես ասենք, անակնկալներ չունենալու նպատակ դնելով։ Ձերբակալությունները ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլև նաև մյուս ձերբակալությունները, հոգևորականների ձերբակալությունները, եկեղեցու նկատմամբ հարձակումները, Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, սրանք բոլորը ունեն մեկ, այսպես կարելի է դիտարկել, մեկ փաթեթի մեջ։ 2026 թվականին անխոչնդոտ ընտրվել Հայաստանի Հանրապետությունում որպես իշխանություն։ Եվ սա, եթե դիտարկում ենք այս պայքարի տրամաբանության մեջ, ապա ակնհայտ է դառնում, որ նաև Վարդան Ղուկասյանի գործը վերջինը չի լինելու։ Պարոն Պողոսյան, ուզում եմ նաև մեկ հիշեցում անել, ԵԽԽՎ-ի հարթակից Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսում էր այն մասին, թե Հայաստանում կան անձիկ, կան քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ժողովրդավարության դեմ պայքարի են ելել, հիբրիդային պատերազմ են հայտարարել եւ այսպիսի մի միտք հնչեցրեց, որ օգնեք փաստորեն բացահայտ ակնարկեց, օգնեք, որպեսզի ես կարողանամ ներսում այդ ուժերի դեմ պայքարել։ Չի կարծում, որ նա ստացել է այդ համաձայնությունը, կամ ինչպես հաճախ ասում են քաղաքական գործիչները, այդ ձևով ձևակետեմ, դաբրոն ստացել է եւ հիմա համարձակ գնում է նման գործողությունների։ Այսինքն նրա թիկունքում արևմտյան որոշակի կառույցներ են, կարող ենք այսպես ասել։ Տեսեք, երբ մենք դիտարկում ենք այս խնդիրը, նաև այս հայտարարության համատեքստում, մենք պետք է մի փոքր հետ գնանք, տեսնենք օրինակ եկեղեցու նկատմամբ հարձակումները։ Սամվել Կարապետյանի գործը, որ ամենաակնառու քաղաքական գործն էր։ Սրանից ավելի ակնառու քաղաքական գործ Հայաստանի պատմության մեջ երևի թե չի եղել։ Որպեսզի քաղաքական գործիչները ազգային ժողովի ամբիոնից հստակ անուններ հնչեցնելով, հստակ մտքեր հնչեցնելով, ձերբակալման ձև ժամանակ հնչեցնելով, նույն սցենարով իրագործվի։ Այսպիսի բան մեր պատմության մեջ, երևի համաշխարհային պատմության մեջ նույնիսկ այսպիսի բան միայն ֆիլմերում կարելի էր տեսնել։ Ինչպես կարելի է ուղղակի ոտքերով տրորել ժողովրդավարություն ասվածը։ Բայց եթե սրանից հետո թե եվրոպական տարբեր կառույցներ, թե միջազգային տարբեր կառույցներ երբ լռում են եւ խոսում են միայն անհատներ, առանձին գործիչներ, սա արդեն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց վարքագծով շահել են
արտաքին ուժերի համակրանքը կամ առնվազն լուրջ թողտվությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետության ներսում կատարեն այն, ինչ ցանկանում են։ Այո, փաստորեն մենք այդ փաստի հետ գործ ունենք եւ հիմա որպես վերջաբան, ինչ պետք է անի հայ ժողովուրդը, ինչ պետք է անի ակտիվ հասարակական քաղաքական հատվածը, ով հրաշալի գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրի դեմ, երբ ամեն ինչ անում են վարկաբեկելու համար մեր Սուրբ եկեղեցին, ամեն ինչ անում են բանդակների հետևում, որպեսզի հայտնվեն հայտնի գործիչները, որպեսզի մենք նաև չունենանք առաջնորդներ, որոնք կարող են այս ծանր վիճակից մեզ դուրս հանել։ Ուրեմն ինչ պետք է անենք մենք բոլորս սա այս իրավիճակը կանխելու համար, քանի որ ընդառաջ 2026-ին շատ ավելի վտանգավոր իրողությունների ենք ականատես լինելու։ Մենք ունենք հնարավորություն, ունենք լծակներ, ընդդիմությունը բնականաբար մասնավորաբար այս ամենի դեմն առնելու, ինչ կասեք այս մասին։ Քաղաքականությունը միշտ հնարավոր եւ անհնարին գործընթացների արվեստն է, եթե այսպես ասենք։ Այսինքն ասել ոչ, դա քաղաքականության մասին չի, միշտ հնարավորություններ կան։ Ինչ պետք է անի ակտիվ հասարակությունը, կարծում եմ բացատրել կողինին, հարևանին, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, թե այս գործերը, որոնք այս օրերին մենք տեսնում ենք քրեական բնականաբար աստառով ինչ նպատակներ ունեն, արդյոք դրանք զուտ քրեական են թե ոչ, որտեղ եթե քրեական են, ապա մենք այդ քրեական պատմությունները շատ ավելի վաղ դրանց ականատես կլինենք եւ չկար ընտրությունների խնդիր, չկար իշխող ուժի վարկանիշի խնդիր, եւ մյուսը առնվազն չվարկաբեկել միմյանց եւ աջակցել։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, հետաքրքիր վերլուծության համար։